Կայուն էներգետիկ զարգացման ուղղված աշխատաժողովների շարքը շարունակվում է Տավուշի և Գեղարքունիքի մարզերի թիրախային համայնքների համար։ Մարտի 19-ին աշխատաժողովը Դիլիջանում էր համախմբել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ներկայացուցիչներին Իջևանից, Նոյեմբերյանից, Գավառից և Մարտունուց։ Համայնքներում վերականգնվող էներգիայի ինտեգրված լուծումների կայուն և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև համայնքային ենթակառուցվածքների էներգոարդյունավետության բարձրացումը շարունակում են մնալ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործունեության առանցքում։ Վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է տարբեր ծրագրեր ուղղված վերականգնող էներգետիկայի և էներգոարդյունավետության զարգացմանը։ Մասնավորապես նախատեսվում է էներգախնայողության միջոցառումներ իրականացնել պետական և հանրային շենքերում, համայնքապատկան շենքերում, իրականացնել ջերմամեկուսացման, արևային համակարգերի, այս անգամ նաև նախատեսում ենք ոչ միայն արևային համակարգերի տեղադրում, այլ նաև կուտակիչ կայանների տեղադրում։ Վերջնարդյունքում նախատեսում ենք առաջին հերթին համայնքների կարողությունների բարձրացում։ Ծրագրով նախատեսում ենք ոչ միայն գիտելիքների կամ կարողությունների բարձրացում, այլ նաև հենց ծրագրերի իրականացում։ Աշխատաժողովը կառուցված էր ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցման, այլև գործնական փորձի փոխանակման շուրջ։ Օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան համայնքային ենթակառուցվածքներում էներգախնայողության բարձրացման ժամանակակից մոտեցումներին, սկսած շենքերի էներգոարդյունավետ վերազինումից, մինչև արևային ֆոտովոլտային համակարգերի նախագծում և տեղադրում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև արտաքին լուսավորության արդիականացմանը լուսադիոդային տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև էլեկտրաշարժունակության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Իրականացնելով մի քանի ծրագրեր, օրինակ արտաքին լուսավորության արդիականացում, նատրիումային լամպերը փոխարինելով LED լամպերով, հստակ արդեն ցուցանիշները կարող էինք ցույց տալ բոլորին, այսինքն խնայողություն մինչև 55%, որը որ մեծ խնայողություն է բյուջեի համար, այդ գումարները կարելի է ներդնել այլ կարևոր տեղեր։ Ու արդեն օրինակների վրա հնարավոր եղավ ցույց տալ դրա արդյունավետությունը։ Աշխատաժողովի ընթացքում մենթորության և ուղղորդման սեսիաների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց համայնքներում հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող էներգոարդյունավետության և վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների կիրառմամբ ծրագրերը, առկա մարտահրավերները և ստանալ մասնագիտական խորհրդատվություն։ Այս ծրագրի շրջանակներում մենք ընդգրկել ենք 17 համայնք, 6 մարզ։ Այստեղ Տավուշի մարզում մենք 2 համայնք ենք ընդգրկել ծրագրի շրջանակներում՝ Իջևան և Նոյեմբերյան համայնքները, որտեղ իրականացում ենք մի շարք աշխատանքներ, որոնցից են Աճարկուտ, Խաշտարակ գյուղերում Երրորդ պետական համալսարանի մասնաճյուղում իրականացնում ենք արևային կայանների տեղադրում, իրականացնում ենք դուռ պատուհան լուսամուտների փոխարինում, փողոցային լուսավորություն ենք իրականացնում, ինչպես նաև Բագրատաշենում և Նոյեմբերյան համայնքում ենք կատարում այդպիսի աշխատանքներ։ Կազմակերպված աշխատաժողովը ծրագրի հերթական կանգառն էր, և նախաձեռնությունը շարունակվելու է նաև այլ համայնքներում, նպաստելով տեղական մակարդակում կայուն էներգետիկ լուծումների զարգացմանը։